ջան, եղբայրներ ջան, Աստված բոլորիս օրհնի։ Իրոք փառք ամենակալ Տիրոջը, որ Աստված է շաբաթը մեզ կյանք տվեց։ Թող Աստված մեզ ողորմություն անի, որպեսզի կարողանանք այս ամենը գնահատել։ Շատ անգամ մենք ամենաթանկ բանը չենք գնահատում։ Այսօր սրտից տրված է խոսել մեկ համարի շուրջ։ Մատթեոս ավետարան 5-րդ գլխի մեջ կարդում եմ 44 համարից հետևյալ միտքը։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդի լինեք ձեր հորը, որ երկնքում է, որտեղ նա իր արեկակը ծակեցնում է չարերի եւ բարիների վրա, եւ անձրև է բերում արտարների եւ անիրավների վրա, որովհետեւ եթե ձեր սիրողներին սիրեք, ինչ կվարձք ունեք, չէ՞ որ մաքսավորներն նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ մաքսավորներն են այդպես են անում։ Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքումն է կատարյալ։ Տիրոջ անունը փառավորվի։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի լուրջ մտածենք այս հարցի շուրջ։ Աստծո խոսքի մեջ գրված է, որ որդի լինեք ձեր հորը, որ երկնքումն է։ Այդ այս պատվիրանը չկա մեր կյանքի մեջ եւ չենք ապրում այս կյանքով, փաստորեն ամենակալ Աստված փաստում է հետեւյալը, որ մենք իր որդիները չենք։ Սիրելի քույր եղբայր, եթե հարցնեն այսօր թե քրիստոնյան ինչպեսին պիտի լինի, ամեն մեկս տարբեր որակներ կներկայացնենք։ Լինում է պարակա վկայության ժամանակ շատ հոյակապ ձևով վկայում ենք, ներկայացնում ենք, բայց ամենակալ Աստված կամենում է, որպեսզի այնինչ որ ասվում է, ապրենք սրա մեջ։ Բայց ուղղակի մի հատ բարձրակույն կետի վրա եմ ուզում կանգ առնել, որին որ մենք շատ անգամ լուրջ ուշադրություն չենք դարձնում։ Հետաքրքիր է, խաչի վրա երկնքից իջած կյանքը խոսում էր հետևյալի մասին. հայր ներիր, անկիտությամբ կենան։ Որովհետեւ մեկ հավատաց, որ Աստծո որդի է։ Բայց երբ որ երկրաշարժ եղավ, արեկակը խավարեց, գրված է, որ հարապետն ասեց իր ափսնը Աստծո որդի է։ Այսօր սիրելիս ամենակալ Տիրոջ նպատակը հետևյալն է, որ մենք խոսում ենք նոր բնության կամ վերստին ծնված վիճակի վրայով, որն է ամենակալ Տիրոջ բուն նպատակը։ Երբ որ մենք կարդում ենք Եզեկիել մարգարեության մեջ գրված հետևյալ տողերը 36-26 համարում Տերն ասում էր. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջում», որն է այդ նոր սրտի բուն նպատակը։ Ուշադրություն դարձրեք, կային մարդիկ, որոնք որ Աստծուն հաճելի էին։ Ուղղակի առաջին անդրադառնում եմ Կայենի վրա, շատ անգամ մենք որպես բացասական կերպար ամեն անգամ օգտագործում ենք Կայենին, բայց ուղղակի ուզում եմ հարց տալ, Կայենը ճանաչում էր Տիրոջը, թե ոչ։ Ուշադրություն դարձրեք Կայենի վրայով անդրադառնում եմ հետևյալ մտքին 4-րդ գլխում, երբ որ Աստված խոսեց Կայենի հետ եւ Կայենը իր եղբորը սպանեց, կարդում եմ 13-րդ համարը, եւ Կայենը ասաց Եհովային. «Իմ մեղքը մեծ է, քանց թե թողությունը»։ Կայենը ճանաչում էր իրեն արածը, տեսնում էր, գիտակցում էր։ Կայեն, որ Ադամի եւ Եվայի որդիներն էին։ Երբ որ մենք շարունակության մեջ նայում ենք մարդկանց, Մովսես մարդը, որը քայլեց Աստծո հետ, անձնավորություն, որը 30 խոսում էր ամենակալ Տիրոջ հետ։ Բայց ուշադրություն դարձրեք, շատ անգամ խոսել եմ այս մասին, թվոց 14-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք Իսրայելը ելավ դեմ ամենակալ Տիրոջը, կասկածեցին Աստծո սիրո վրա, Մովսես հոյակապ էր։ Եվ հիշեք 14-րդ գլխի մեջ Մովսեսի աղոթք, երբ որ ինքը աղոթում էր. «Ներիր քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր Եգիպտոսից մինչև այստեղ»։ Բայց 16-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ Գորխ Աբիրոն տատան դեմ ելան Մովսեսին եւ Ահարոնին։ Հիշեք Մովսեսի աղոթքը 16-30 համարից։ Եվ եթե Աստված մի հրաշք կանի, դժոխք կբացի, այդ մարդիկ ոչ դժոխք կիջնեն։ Հետաքրքիր է, Մովսես, որը պատրաստ էր
իր անունը չնչել տալ հանուն Իսրայելի ժողովրդի։ Ինչ տեղի ունեցավ։ Կամ երբ որ մենք նայում ենք Դավիթի վրայով անձնավորություն, որ բազում փորձություններ, դժվարություններ անցավ։ Կամ Սավուղ, առաջոյցյալ թագավորը։ Այդ որ Գողիաթը կանգնած էր, Սավուղը վախեցած էր։ Դավիթը սպանեց։ Ինչ եք մտածում։ Սավուղ չուրախացավ։ Սավուղին վերցրեց իրեն հետ, բայց ինչ տեղի ունեցավ։ Եվ այսօր ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Մենք առավել չենք ոչ Դավիթից, ոչ Սավուղից, ոչ Մովսեսից եւ ոչ էլ որևիցե մեկից։ Մեր մեջ նույն բնությունն է։ Այս է պատճառը, որ Աստված Եզեկիել 36-ի մեջ ինձ եւ քեզ հորդորում ասում է, եւ ես ձեզ նոր սիրտ պիտամ։ Ինչի համար։ Որ մեր մեջ այդ Աստվածային սերը բնակվի։ Հիսուս սիրեց ամեն մեկին։ Եվ հարցը տևյալն է, ինչու պիտի սիրեմ ես իմ թշնամուն, որն է պատճառը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Տիրոջ խոսքը ինչ ասում ինձ եւ քեզ։ Առաջի Հովանու 4 գլխի 4 համարի մեջ գրված է, որտեղ Աստված սերը։ Այդ այսօր դու վերստին ծնված ես եւ քո մեջ Աստվածային բնությունն է, դու չես կարող չսիրել։ Ամենակալ Աստված իր որդին սրա համար ուղարկեց, որը մեր մեջ այդ կյանքը ձևակերպի։ Մենք շատ անգամ խոսում ենք հաղորդության ժամանակ Տիրոջ մարմնի եւ այրան վրա, որն է այրան բուն նպատակը կամ մարմնի բուն նպատակը։ Հիսուսի մարմինը բուն նպատակը մեզ խմորի դարձնի այնպիսին ինչպիսին որ ինքն էր։ Այրան նպատակը մեր մեջ աստվածային կյանքի փոխանցումն էր։ Եվ ինչ ես մտածում, եթե այսօր իմ եւ քո մեջ այդ աստվածային կյանքը ձևակերպվել է, մենք կարող ենք սիրենք։ Եվ նույն Հովանու թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք առաջ Հովանու 4 գլխի 20 համարի մեջ գրված է, եթե մեկը ասում է սիրում է Աստծուն եւ իր եղբորը չի սիրում, այսօր լուրջը խնդիրը, գիտեք, այսօր մենք պիտի մտածենք հենց այս վիճակի վրա, Աստված սերը։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի այս բնությունը մեր մեջ ձևակերպվի։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ ասում է թշնամի, մենք ինչ ենք հասկանում եւ ովքեր են մեր թշնամիները։ Առաջ թշնամին մեր եսն է։ Երկրորդը կան մարդիկ, որոնք որ մեզ թշնամի են։ Երրորդը աշխարհն է։ Բայց ուղղակի մեկ մտքի վրա ուզում եմ կանգ առնել, շատ անգամ մենք սա կարող է ուրիշ ձևով տեսնենք։ Աստված մի արասի հետ անկաց մեր թշնամին լինի, կամ մենք թշնամի լինենք ամենակալ Տիրոջը։ Հիշում եք Սուրբ Գրքի մեջ կա մեկ համար, բազում համարներ կա, բայց ես միտք ուզում եմ կարդալ, Նահումի մարգարության առաջի գլխից եմ կարդում, երկրորդ համարից գրված է նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը, վրեժխնդիր է Տերը, պարկության Տեր, վրեժ առնող է Տերը իր ոսողներից եւ պարկություն պահող իր թշնամիների դեմ։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, սրա համար ուղղակի ուզում եմ այս կետերին անդրադառնալ։ Որ այսօր եկել ենք այստեղ, ինչ-որ բան վերցնելով կարողանանք շտկվել։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ես բազում անգամ ասել եմ հետևյալ միտքը, ինչի համար Աստված ստեղծեց օրենքը կամ ինչի համար դրեց օրենք։ Այսօր մարդու մեջ կա փափակ, մարդը ցկտում է մեկ կետի լինել Աստված, լինել առաջնային, լինել ուշադրության կենտրոն։ Եվ ինքը ամենակալ Աստված մարդուն ապացուցեց, որ դու Աստված չես կարող լինել եւ դրեց մեկ օրենք սիրեք քո թշնամին։ Մի հարց եմ տալիս, հեշտ է սիրել թշնամուն, թե չէ։ Թշնամի ասելով մենք ինչ ենք հասկանում, այսօր կարող է մեկը քեզ ցավեցրել է կամ ինչ խոսքեր ասել է, սա չէ։ Հարց եմ տալիս, եթե մեկը քո երեխային սպանի, կսիրես։ Ուշադրություն դարձեք, մենք շատ անգամ հին ու նոր ուխտ խոսում ենք, ցույց տալով այնտեղ հին ուխտի մեջ հետեւյալը, որ այդ հին ուխտի մարդիկ են, բայց բազում անգամ խոսել եմ այս փոքր աղջնակի մասին, սա գրված է 4-րդ թագավորաց գրքի մեջ, գրված է, որ ասորների զորագլուխը Նեմանը իր մոտ գերության էր տարել մեկ փոքրիկ աղջիկ, եւ ինքը ծառայություն էր անում Նեմանի կնոջ մոտ։
Երբ որ տեսավ Նեմանի պորոտությունը, կարդում եմ հետևյալ տողը 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ 3-րդ համարից։ Եվ սա ասաց իր տիկնոջը. Երանի թե իմ տերը Սամարիայում եղող մարգարե առաջին լիներ, այն ժամանակ նրան կբժշկեր իր պորոտությունից։ Աղջիկ հենց այնպես չէր հայտնվել Նեմանի տան մեջ։ Գերի էր բերվել։ Ուրեմն սպանել էին, այրել են, ավիրել էին, եւ ուշադրություն դարձրեք, այս աղջկա մեջ ինչ կյանք կա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Հիսուսի հետ քայլեցին աշակերտները, առաքյալները։ Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ սամարացիները չընդունեցին Հիսուսին։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Ուշադրություն դարձրեք առաքյալների խոսքը, ուղղված ամենակալ Տիրոջը։ Եվ նրանք ասացին Տիրոջը. Տեր, կամենում ես ասենք կրակիչնի երկինքից, որ նրանց սատկացնեն, ինչպես եղանել արա։ Երկար ժամանակատված քայլել էին Հիսուսի հետ։ Տիրոջ նպատակը մեկն էր կյանքի փոխանցում։ Եվ այսօր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք շատ անգամ սա չենք տեսնում։ Առաջինը, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Կներեք, մարդու համար ամենամեծ թշնամին իրեն եսն է։ Բոլոր տարերում, բոլոր ժամանակահատվածներում մարդ ընկել էր եսի հետևանքով։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է հետևյալը։ Առաջի Կորինթացիս 9:27-ի մեջ երբ որ մենք կարդում ենք Պողոսը ինչ է ասում իր անձի վրայով։ Գրված է. Ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։ Այսօր ամեն մեկ անձնարարություն ընկնում է իր եսի պատճառով։ Կայնի սպանելը ինչի համար էր Աբելին, ո՞րն էր պատճառը։ Իրեն եսը։ Մենք խոսեցինք Մովսես, խոսեցինք Դավիթ, խոսեցինք Սավուխ, բոլորը եսներ։ Նայեք Մովսես ամենահեզ անձնավորությունն է։ Մարդ, որը 30 է խոսել ամենակալ Տիրոջ հետ։ Ինչ տեղի ունեցավ, երբ որ եկան, կանգնեցին եւ ասեցին ինչ ես քեզ բարձրացնում։ Այս բոլոր ժողովրդի առաջին ամենն էլ սուրբ են։ Ուշադրություն դարձրեք, այնտեղ մի հատ հոյակապ միտք է գրված։ Սա Թևոս 16-րդ գլխի մեջ կարդում եմ հետևյալ միտքը։ Նայեք ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք եւ հասկանանք, որ մեր ամենամեծ թշնամին մեր եսն է։ Թվոց 16-րդ գլխի մեջ գրված հետևյալ միտքը 15 համար եւ Մովսեսը շատ բարգացավ։ Որն էր բարգության հիմքը կամ ինչի համար բարգացավ։ Ես անարգվել էր։ Ես անտեսվել էր։ Կամ երբ որ մենք նայում ենք Կայեն Աբել, շատ անգամ խոսվել էս մասին, մարդիկ մտածում են, որ Կայեն Աբելի հետ խնդիր ունեցել կամ Կայենի բերած զոհը ամենավատն էր, ոչ սիրելիս։ Եթե այնտեղ մենք ուշադրությամբ կարդամ գրված հետևյալ միտքը, եւ Աստված նայեց Աբելին եւ անօրենցային, բայց Կայենին եւ անօրենցային մտիկ չարավ։ Աստված նայում է ընծա բերողին։ Եվ այնտեղ գրված է, որ Կայենը խիստ բարկացավ, բարկության հետևանքով եղբորը սպանեց։ Եվ երբ որ այսօր մեր ես անարգվում է կամ մեր անձը անտեսում է, մեր մեջ ինչ է կատարվում։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի տեսնենք, թեպետ եւ այս ամենի թույլտվության հեղինակին ամենակալ Աստված է։ Եվ հետաքրքիր է գրված է սիրեք ձեր թշնամիները։ Այսօր ինչու համար պիտի սիրեմ, որն է պատճառը, չէ որ իմ թշնամին է։ Թեպետ եւ գրված է Եփեսացիս 6:12-ի մեջ գրված է, որ մեր պատերազմը մարմինի այրունի դեմ չէ։ Այսինքն մարդիկ չեն։ Բայց այսօր մենք շատ անգամ մարդկանց հետ կռիվ ենք տալիս։ Եվ ամենակալ Աստված հետ մարդուն օգտագործել է մեկ բանի համար, որին չտկի։ Այդ անձնավորությունը, որին ցավեցնում է, անտեղի տեղը բաներ ասում, ինչի պիտի սիրեմ, որն է պատճառը։ Աստված այդ մարդու միջոցով ցույց է տալիս իմ հոգևոր վիճակս։ Երբ որ մենք կարդում ենք կամ կարդացինք Սուրբ Գրքի մեջ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ ասում է, որ Աստված սեր է։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք այնտեղ գրված է. սերը երբեք
չի վերջանա։ Հիմա ամենակալ Աստված կամենում է ցույց տալ իմ մեջս կա սեր։ Արդյոք ես Աստծո հետ հաղորդակցվել եմ, իմ մեջ աստվածային բնությունը հաստատվել է թե ոչ։ Սիրելիս, Աստծո գալու նպատակը իրեն հզորությունը, իրեն փառքը ցույց տալը չէ։ Աստված եկել է, որպեսզի մարդուն տեղափոխի երկինք, իսկ երկինք մտնելու են միայն այն մարդիկ, որոնց մեջ աստվածային կյանքն է ձևակերպված, որոնք որ սուրբ են։ Իսկ ինչ ես մտածում, սուրբ մարդու մեջ սեր կա թե չկա։ Եվ սրա համար ամենակալ Աստված օգտագործում է մարդկանց, կամենում է ցույց տալ, որ իմ եւ քո մեջ այդ սերը չկա։ Մենք շատ անգամ շուրթերով ասում ենք, սիրում ենք, եւ հետաքրքիր է, Պողոս առաքյալը քանի տեղ այս մասին խոսում է, ասելով հետեւյալը. իրարու բարև տվեք սուրբ համբյուրով։ Ինչքան է եղել, մարդուն տեսել եմ, բարևել եմ, բայց իմ սրտի մեջ այդ մարդը տեղ չունեցել։ Սեր է սա։ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ինչ էր ասում առաքյալը մեզ ամեն մեկից, նայելով ձեր հոգևոր հասակներին, որ վարտապետներ պիտի լինեք, բայց դեռ տակավին կատնքեր մանուկ եք։ Մեզ այսօր պետք է լույս մտածել այս մասին։ Այսօր ես պիտի կարողանամ տեսնել հետևյալը, որ Աստված թույլ է տվել։ Մենք շատ անգամ հոպի մասին ենք խոսում։ Հոպի գերությունը երբ վերցվեցավ, երբ որ հոպը իր բարեկամների համար աղոտ կերեց։ Երեքը երբեք հոպի ձեռքերը չեն վերև բարձրացրել։ Ընդհակառակը հոպին միշտ նվաստացրել են, հոպին ցավեցրել են, երբեք չուժովացրեցին, եւ երբ որ եկան Տիրոջ առաջին տերը, այդ մարդկանց չընդունեց, այլ ուղարկեց հոպի մոտ եւ ասաց. իմ ծառա հոպին մոտ գնացեք, որ ցես համար աղոտ կանեն։ Եվ ուշադրություն դարձեք 42 հոպ 10 համարի մեջ ինչ է գրված։ Եվ Յովան ետ դարձեց հոպի գերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Միջև այդ իշքան տեղ է հոպը դավանում, որ Աստված կա եւ ամենակարող է։ Մենք շատ անգամ մեջբերում ենք անում հոպի 6-ի 10 համարը, այնտեղ որ գրված է, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Կամ երբ որ մենք նայում ենք հոպի խոսքերի մեջ գրված հետեւյալ միտքը, ինչ էր ասում. ահա երանել է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժը։ Նա ընդունում էր ամենակալ Տիրոջը, հավատում էր, սիրում էր եւ առաջի տեղ դասված էր իրեն համար Աստծո խոսքը, բայց երբ վերցվավ իր գերություն, երբ որ ինքը իր ընկերների համար աղոտ կարած։ Այսօր հետաքրքիր է, եթե մենք լինենք հոպի փոխարեն աղոթենք, թե չէ։ Հետաքրքիր է, եթե մենք լինենք այդ փոքրիկ աղջկա փոխարեն, չգիտեմ, հորնային սպանել, հորեղբորը կամ աղբորը կամ մորը, ցույց էր տալիս նեմանին բժշկության տեղը։ Եվ այնտեղ գրված է մեկ բառ՝ երանի, այսինքն աղջիկը ամբողջ սրտով ցանկանում էր, որ նեման բոլոտը բժշկվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ամենակալ Աստված այսօր ուզում է, որպեսզի ես եւ դու իրոք այդ սերը ունենանք։ Գրված է Աստված սերը։ Այդ այսօր իմ եւ քո մեջ այդ կյանքը ձևակերպված է, մենք չենք կարող չսիրել։ Սիրելիս, Աստված ինքը ցույց տվեց իրեն սերը իր որդին զոհելով։ Աստված իր սերը ուղարկեց, որպեսզի մարդկության մեջ այդ սերը ձևակերպի։ Բայց հետաքրքիր ասում էր, նայելով ձեր հոգևոր հասակներին, որ վարտապետներ պիտի լինեք, բայց դեռ տակավին կանտնքեր մանուկ եք։ Այսօր պետք է ես եւ դու լուրջ խորենք այս մասին։ Եվ ասում եմ, ինչու համար ես պիտի սիրեմ այդ մարդուն, երբ որ ինձ ցավեցնում է, երբ որ ինձ խնդրեմ է ստեղծում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված հետևյալն է ասում ինձ եւ քեզ։ Զաքարիա 13:9 շատ անգամ ես այդ մեջբերում արել եմ այդ համարը, գրված է այնտեղ։ Եվ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ եւ նրանց պիտի զտեմ,
ինչպես զտում են արծաթը, եւ նրանց պիտի փորձեմ, ինչպես փորձում են ոսկին։ Սիրելիս, քեզ չի տանելու սորական կրակի մեջ եւ այնտեղ ցույց տա քո հավատքի չափը։ Այսօր մարդու կյանքի մեջ այդ նեղությունները, փորձությունները մարդկանց կողմանը հենց այս կրակն է, այս նեղությունը եւ այստեղ ինքը ամենակալ Աստված ուզում է քեզ տաշել, ուզում է քեզ մաքրել։ Եվ ես բազում անգամ այդ միտքը ասել եմ, Պողոս առաքյալն ինչ էր ասում. դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Հիմի հարցը հետևյալն է. մենք եկել ենք այստեղ տաճար լինել, տաճարի վրա քար տրվելու թե չէ։ Այո եւ ամեն։ Հիմա Աստված ինձ եւ քեզ ուզում է տաշել։ Ինքը չի տաշում որևիցե մեկի միջոցով։ Կարդամ մի հատ համար Սաղմոսների մեջ, որտեղ որ ամենակալ Աստված ինձ եւ քեզ ասում է։ 55 Սաղմոսի 12-րդ համարն եմ կարդում, որտեղ եթե թշնամին ինձ նախատիկ տար, կհամբերեի։ Եվ եթե ինձ ատողը պարծենա ինձ վրա, թաքչեի նրանից։ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակից իմ բարեկամը, որ մենք իրար հետ քավության խորհուրդ ենք անում եւ ասոյթուն ենք գնում ամբողջի հետ։ Սիրելիս, եթե ամբարիշտ մարդը մեզ ցավեցնի, մենք կդիմանանք կամ կնայենք այդ մարդը ամբարիշտ է, այդպես էլ պիտի լինի։ Աստված գիտի քեզ տաշելու ձևը։ Երբեք տանակը բամբակով չեն սրի կամ թղթով։ Առակաս գրքի մեջ այս համարը շատ անգամ կարդացել եմ։ Առակաս 27-17 համարի մեջ գրված է. երկաթը երկաթով է սրվում եւ մարդը սրում է իր ընկերի երեսը։ Եթե Աստված քո ընկերոջ կամ քրոջ եղբոր միջոցով քո երեսը սրում է, հարց եմ տալիս, պիտի սիրես թե ատես։ Եթե որից է մեկի միջոցով Աստված քեզ տաշում է, ու նպատակը տաճարի վրա որպես սրբատաշ քար պիտի տնի, այդ տաշողից գոհ պիտի լինես թե դժգոհ։ Ինչու պիտի սիրեմ։ Որովհետև Աստված այդ մարդուն որպես գործիք օգտագործել է ինձ տաշելու, ինձ խրատելու, իմ մեջ իմ բնական վիճակը ցույց տալու։ Բազում անգամ այդ օրինակները տալիս եմ, եթե մարդը հիվանդ է, անզեն աչքով բժիշկը չի տեսնում մարդու հիվանդությունը։ Գնում է բժիշկի, այնտեղ MRT-ով կամ տոմոգրաֆով ստուգում են, ասում են կույրաղիկը փոփոխված է, անհապաղ վիրահատություն են անում։ Հիմա որ ցույց է տալիս հիվանդության տեղը, մարդը կռիվ տալիս է իր հետ։ Ընդհակառակը շնորհակալություն է հայտնում, միջև անգամ գումարն է տալիս։ Այսօր հոգևոր կյանքի մեջ կան MRT-ներ եւ կան տոմոգրաֆներ, այդ MRT-ները մարդիկ են, որին որ Աստված օգտագործում է ի նպաստ քո հոգևոր աճի։ Եվ սա է պատճառը, որ ամենակալ Աստված Եփեսացի 6:12-ում ասում էր, որ մեր պատերազմը մարմինի այրունի դեմ չէ։ Բայց այսօր մենք կռնում ենք մարդկանց հետ, փոխանակ շնորհակալություն հայտնենք, գոհություն հայտնենք, շնորհակալ լինենք, որ այդ մարդկանց միջոցով ի հայտ է եկել մեր մարմնավոր վիճակը։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր ես պիտի տեսնեմ, որ իմ համար մեկ թշնամին իմ եսն է։ Երկրորդը, մարդիկ չեն իմ թշնամին։ Ես այսպես եմ տեսնում, եսից վրդովված, եսից անարգված, եւ խորը մտածում եմ, թե այդ մարդն է։ Այսօր քո թշնամին աշխարհն է, որին որ սիրում ես։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է հետեւյալը։ Հիշում եք, առաջ Հովանու 5:10 համար մեջ գրված է, գիտենք, որ ասում ենք եւ ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Եվ առաջ Հովանու 2:16-ի մեջ գրված է, եթե մեկ այս աշխարհը սիրում է, հորսերը նրա մեջ չէ։ Հռոմեացիս 12-ի երկրորդ համարի մեջ գրված էր, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Քուրես ջան, եղբայրներ ջան, հիմա հարցը հետևյալն է, մենք ասում ենք շատ սիրում թե աշխարհը։ Այդ հարցն անհատապես բոլորիս պատասխանը միանշանակ մեկն է, Աստված։ Բայց հարցը հետևյալն է, ավելի շատ աշխարհի գործերն ենք անում թե Աստծո։ Ավելի շատ Աստծո գործերի մասին ենք մտածում թե աշխարհի։ Որին որ սիրեցիր, նրա մասին էլ պիտի մտածես։
Մենք շատ անգամ մեջբերում ենք անում Եզեկիել մարգարեության 16:49 համարը, որտեղ որ Աստված մատնանշում է Սոդոմի վրայով։ Ահա սա է քո քույր Սոդոմի անօրենությունը։ Առաջի տերը հպարտությունը։ Այսօր մեր մեջ եսը մեր առաջի թշնամին է հպարտությունը։ Երկրորդում գրված է հետևյալը. հացի կշտություն եւ անօք հանգստություն։ Այսօր մենք ուզում ենք աշխարհքին նմանվել։ Շատերը խորհրդացում են աշխարհքին նմանվել արտաքինն է։ Սիրելիս, արտաքինն էլ է, բայց այսօր ամենակալ Տիրոջ նպատակը հետևյալն է, որ մենք մտովի ենք նմանվել աշխարհքին։ Անում ենք, խնդրում ենք այն ինչ որ աշխարհն է ուզում։ Եթե իմ եւ քո աղոթները ցայնակրենք եւ հետո լսենք, կտեսնենք, որ այնտեղ 90%-ը աշխարհքի ցանկություն է։ 90%-ը մարմնավոր ցանկություն է։ 90%-ը մարմնավոր է, միգուցե 5 կամ 10%-ը հոգևոր։ Քուրս եղբայրս։ Այսօր մենք ինչի համար ենք կռիվ տալիս։ Որն է մեր կռիվը։ Այսօր կռվում ենք, որ լավ ապրենք։ Ես բազում անգամ ես միտքը ասել եմ, մարդը կռվում է, որ աշխարհքին նմանվի։ Շատերը զարմանում են, լավ, հոգևոր մարդը, այո, հոգևոր մարդը։ Այսօր մենք պաշտամունքը կարող ենք թողել, կարող ենք հաղորդությունը թողել, կարող ենք հոգևոր գործը թողել, բայց մարմնավորը չենք թողում։ Սիրելիս, Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Եվ Աստված, նորից եմ ասում, մի արասե, որ հանկած մենք դառնանք ամենակալ Տիրոջը հակառակորդ։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Եթե աշխարհի ձեռք ընկնես, մարդու ձեռք ընկնես, հակառակորդի ձեռք ընկնես, հիշեր որ կա մեկը, որ կարող է քեզ օգնել, Աստված։ Բայց ուղղակի հարց եմ տալիս։ Իսկ եթե ընկնես Աստծո ձեռքը, ով է քեզ օգնելու։ Սա համար խնդրանքս հետևյալն է։ Երկրորդ օրինաց 28-ը, եթե ամբողջական կարտակ այնտեղ գրված է, եթե Աստծուն հնազանդվես եւ եթե չհնազանդվես, ինչ տարբերություններ կա։ Քուրս ջան, եղբայրներ ջան, տարիներն անցնում են, ժամանակներն անցնում են եւ վաղը ես եւ դու կանգնել ենք Տիրոջ առաջ։ 139-րդ Սաղմոսի մեջ եթե կարտակ Դավիթն ինչ էր ասում։ Եթե վերանամ նույնիսկ ծովի խորքերը դու այնտեղ ես։ Այսինքն անսու երեսից որից մեկը չի կարող փախնել։ Եվ նրան դեմ ոչ ոք չի կարող կանգնել։ Ուշադրություն դարձեք Նաբուկոդոնոսորին, մարդ, որ հզոր էր ժամանակի ընթացքում, որ տիրում էր ամեն մեկի վրա, գերիշխող պետություն էր։ Դուր այդ աշտում կանգնեցել էր իր արձանը։ Բայց որից մեկը կարողացավ Նաբուկոդոնոսորին պաշտպանել։ Նա սկսեց արածել։ Աստված ամեն մեկի վրա կարող է, որից մեկ եթե Աստծո խոսքը անարգում է։ Նաբուկոդոնոսորը հասարակ մարդ չէր։ Մենք նայում ենք որպես բացասական կերպար, բայց քուրեր չան, եղբայրներ չան, թագավոր էր։ Գերիշխող պետության մեջ։ Եվ խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք լույս մտածել այս մասին։ Եթե այս դարձա ասում թշնամի, վայ ինձ է։ Իսկ ով է թշնամի։ Կարդամ նորից այդ տողերը բոլորիս շինության համար։ Նախանձոտ վրեժխնդիր է Տերը։ Վրեժխնդիրը Տեր եւ պարգության Տեր։ Վրեժ առնող է Տեր իր ոսողներից պարգություն պահող էր թշնամիների դեմ։ Ովքեր են թշնամի, ովքեր որ Աստծո խոսքը չեն սիրում։ Աստծուն սիրողը Աստծո խոսքը կսիրի թե չէ։ Այսօր մենք շատ անգամ հակասում ենք ամենակալ Տիրոջը։ Եվ սա օրենք է դրված։ Եվ ամենակալ Աստված ուզում է հոգևոր վիճակը ցույց տալ, սիրի քո թշնամուն։ Չգիտեմ, ժամանակահատվածներն անցնում են, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի լուրջ խնդիր կա մեր ամենի առաջին։ Նորից եմ ասում։ Մեր առաջի համար մեկ թշնամին մեր եսն է, որին շատ անգամ մենք չենք դիմակայում եւ կռիվ չենք տալիս։ Ինչու՞ համար կռիվ չենք տալիս, որն է պատճառը։ Որտեղ սիրում ենք։ Մատթեոս ավետարանի մեջ, Լուկաս ավետարանի մեջ հիշում եք,
Քրիստոսի աշակերտության համար ինչ էր պետք։ Եթե մեկը չհատի իր անձը, խաչը չվերցնի, հետևի չկա։ Պողոս առաքյալը հասկացել էր։ Հռոմեացիս 7-րդ գլուխը, որ մենք կարդում ենք, այնտեղ ինչ է ասում։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կապրեցնի ինձ այս մահի ձեռքից։ Բայց հնարավոր է հաղթել այո եւ ամեն։ 119-րդ Սամոսի 109 համարի մեջ նայեք ինչ միտք է բերում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Իմ անձը ամեն ժամանակ ձեռքումս եւ քո օրենքը չեմ մոռանում։ Ինք ամենակալ Աստված Դավիթի միջոցով հիշեցնում է մեզ, որ մենք իշխանություն ունենք մեր անձի դեմ։ Որ դեպքում, երբ որ Աստծո օրենքը չենք մոռանում։ Եվ այսօր Աստված օրենք է դրել, սիրեք քո թշնամին։ Բայց առաջի օրենքը սիրիր քո Աստծուն, քո ամբողջ սրտով։ Եթե քույրս, եղբայրս այս օրենքը ես չեմ պահում, երբեք չեմ կարող իմ անձի դեմ կռիվ տալ։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Չգիտեմ, այսօր մտածում եմ հետևյալը, եթե վաղը կանգնենք Տիրոջ առաջին, ինչ ենք պատասխան տալու։ Օրերը անցնում են, ժամանակներն անցնում են։ Այսօր մեզ պետք է կյանքի փոփոխություն։ Ես մտածում եմ, եթե այսօր մեր մեջ լինի այդ աստվածային սերը, մենք ինչ խնդիր կունենանք։ Ինչ եք մտածում, ամեն աղոթքի պատասխան կլինի, թե չէ։ Այսօր ազգը ծանր վիճակի մեջ է։ Հայտարարված է ծոմով աղոթք ազգի համար, Ղարաբաղի համար։ Մի հարց եմ տալիս։ Մենք հետաքրքիր է այս ծոմերի ժամանակ ինչ կերպ ենք այդ ծոմը պահում եւ ինչ կերպ ենք աղոթում։ Ուղղակի կհիշեցնեմ 44 օրվա պատերազմի ժամանակահատվածը։ Հիշում եք ինչպես է աղոթք էինք բերում Տիրոջ առաջին։ Մանավանդ այն քույր եղբայրներ, որոնց զավակները առաջնակցում են։ Այդ աղոթքը մենք անում ենք, թե չէ։ Այդ ծոմը պահում ենք։ Թող Տեր օգնական լինի։ Եվ Աստված մեր մեջ այդ կյանքը ձևակերպի։ Եղբայրներ, քույրեր, ունենք մեզ պրոբլեմ, եւ այդ պրոբլեմը մենք ենք։ Կարդում եմ մեկ համար երկրորդ օրինաց մնացորդ ասկերքի մեջ, մենք շատ անգամ խորը մտածում ենք հետեւյալը, վիճակները ինչու համար էսպես, հեղինակը մենք ենք։ Այսօր, չգիտեմ, տարբեր տեղեր քաղաքական խնդիրներ կա, ընտրություններ կա, չգիտեմ ինչեր կա։ Եվ մարդիկ կապում են այդ պրոբլեմները մարդկանց վրա, մարդիկ չեն, այդ մարդիկ չեն հեղինակները, հեղինակը եկեղեցին է։ Եվ երկրորդ մնացորդած 7-ի 14 համար եթե կարդանք ինչ ասում, եւ իմ ժողովուրդը, որի վրա կոչված եմ անունը, խոնարհություն անե, եւ աղոթք անե, եւ իմ երեսը խնդրե, եւ իր չար ճանապարհներից հետ դառնա, այն ժամանակ ես կլսեմ երկինքից եւ կներեմ նրանց մեղքերը, կբժշկեմ նրանց երկիրը։ Մեր երկիրը բժշկության կարիք ունի, թե չէ։ Ով պիտի մտածես մասը։ Իսկ համար առաջնային խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու տեսնենք մեր իրական պատկերը։ Տեսնենք, որ մեր մեջ այն սերը չկա, որ Աստված ուզում է տեսնել։ Ես այսպես եմ հասկանում, երբ որ մարդը վերստին ծնվում է, իրեն մեջ այդ կյանքը պիտի անպայման ձևակերպի։ Ինչ է ավելացել մեր մեջ։ 24 թվականն անցավ, արդեն 25-ը կես ենք ընկնում։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս, քորեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանք սա լուրջ ուշադրություն դարձնենք մեր հետական տասքի մասին։ Եվ կուզեի, որպեսզի մեր միջից այդ վիճակները դուրս գան։ Որ այսօր մենք կարողանանք մեր մեջ ունենալ Քրիստոս կյանքը։ Կյանք, որի մեջ ցայտուն կերպով երևում է ինքը Քրիստոս։ Հիշում եք, Հեսուն պարտություն կրեց։ Գայի դեմ,
36 մարդ մահացան։ Հեսուն ընկավ Տիրոջ առաջին, Տերն ասաց վեր կաց, ինչու համար ես երեսիդ վայրընկել, Իսրայելը մեղ գործեց։ Եվ ինչ էր ասում, եթե նզովքը չանեք ձեր միջից, անօրենություն։ Իսկ որն է անօրենությունը։ Այսօր շատ անգամ անօրենություն ասելով մարդիկ չգիտեն ինչ են հասկանում։ Սիրելիս, անօրենությունը քո սեփական գործերն է։ Անօրենությունը, երբ որ դու առաջինը չես մտածում ասել գործերի մասին։ Հիսուսին հարցրեցին, որն է ամենամեծ գործը, ինչ պատասխան տվեց։ Նախագահ, վարչապետ, թագավոր ասեց հավատալ անոր ուղարկածին։ Եթե որ դու առաջի գործը քո կյանքի մեջ սա չէ, որ հավատաս, որ կյանքը Քրիստոսի մեջ է, սա անօրենություն է Տիրոջ առաջին։ Խնդրանք է, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք պիտի լույս նայենք։ Այսօր մենք կանչված ենք Աստծո անունը փառավորելու, կանչված ենք Աստծո գործը գործելու, կանչված ենք որպես եկեղեցի Քրիստոս ներկայացնելու։ Սուրբ Գրքի մեջ գրված է. դուք եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի համը, աղը։ Եթե այսօր եկեղեցին լույս եւ աղ չեղավ, պիտի թափվի։ Եվ մարդիկ խավարի մեջ պիտի մոլորվեն։ Թող Տիրոջ անունը փառավորի, խնդրանք է Տիրոջով։ Լույս ուշադրություն դարձնենք այս վիճակին։ Գանք Տիրոջ առաջին, խնդրենք ամենակալ Տիրոջը, որ Աստված այսօր մեզ օգնական լինի, որ մենք կարողանանք գիտակցել մեր առաջի համար մեկ թշնամին մեր եսն է, մեր մարմնավորությունը, մեր անձն է։ Երկրորդ էս աշխարհը։ Մարդը քեզ թշնամի չէ։ Եփեսացիս 6:12-ի մեջ Տերն ասում էր. մեր պատերազմը մարմնի արյունի դեմ չէ։ Աստված այդ մարդկանց օգտագործում է լոկ միայն մեկ բանի համար՝ քեզ տաշելու, քեզ սխկելու, քեզ կատարյալ դարձնելու համար։ Եվ Աստված մի ասե հանկած մենք թշնամի դառնանք Տիրոջը։ Թող Տեր օգնակ